Հասմիկ ջան, մինչև արվեստանոց գալն ու բացելը մի հատ ավանդույթ կա, որ պետք է Ասլանին բարևես, սիրես, նոր անցնես առաջ, որովհետև մեր արվեստանոցի սիմվոլներից, թիմագիծներից մեկը դարել է Ասլանը։ Մեր արվեստանոցի պատմությունն էլ է հենց այնպես սկսվել, որ երբ առաջի անգամ տարածքը տեսանք ու բացեցինք մեր արվեստանոցի տուրը, առաջինը ով մտավ ներս, դիք եղել է Ասլանը։ Հետո նոր մնացածը։ Տես ոդ հետներս կուկա։ Ասլանը կարևոր հերոսն է արվեստանոցի պատմության մեջ։ Առանց չափազանցության նրան տեսնելու համար են Գյումրի այցելող հյուրերը գալիս վառեմ մարեմի բակ։ Իսկ դրսի սառը օդը մարում է հենց դուռը բացելուն պես։ Այդ ջերմությունը ուղիղ համեմատական է այստեղ մտնող մարդկանց շպիտներին եւ ինտերիերին։ Այստեղ օրն ու աշխատանքը եռում են։ Անծանոթ մարդիկ ստեղծագործ մտքին թևեր են տալիս ու կտրվում ամեն ինչից։ Կինոյի բակի անունն ու տեղը 4 տարի է արվեստանոցն է հանրայնացնում։ Հատկապես ուրախալի էր, որ անմիջապես մեր դիմաց կգտնվի մեր մանկության տանգոն ֆիլմից հայտնի Բալգոնը, որտեղ Գալյանովենց ու մեր Մգրչյանը խաղացին այն ամենալեգենդար դարձած էպիզոդը։ Այդ էպիզոդները թևավոր խոսք դարձած, անգամ վերապատկերում են քաղաք հյուր եկողները։ Վերադարձ այդ ամենին էլի կլինի, երբ պատշգամբը վերականգնված կլինի։ Գտնվել հայ ֆիլմի հանճարեղ կինոյի պատշգամբի հարևանությամբ ու չվառել արվեստի լույսը գրեթե անհնար էր, ու արվեստանոցն այդպես անվանեցին։ Վառեմ մարեմ մենք նաև մի քանի ձևով կմեկնաբանենք մեր արվեստանոցի գործունեությունը։ Յուրաքանչյուր մարդ, ով կմտնի մեր արվեստանոց, մենք կփորձենք առաջի հերթին վառել իր ստեղծագործական միտքը, բայց չմարել։ Մարդակենտրոն զբոսաշրջության փոքր, բայց ինչպես հյուրերն են ասում, գյումրեցու սրտի պես մեծ ու տաք միջավայրը ամբողջ տարին բաց դռներով է։ Ուղղակի միամիտ անցնելուց հայտնի պատշգամբի մոտով ծանոթացել ենք մի մեծ ընտանիքի հետ, ովքեր ներկայացնում են այդտեղ վառեմ մարեմը ու շատ հետաքրքիր տարբեր բաներով են զբաղվում։ Սիրում են իրենց գործը։ Երբ որ Գյումրի ենք գալիս, միանգամից առաջինը մտածում ենք գնանք վառեմ մարեմ։ Ասլանն ու աշխարհում եզակի անունների պատը արվեստանոցի այցեքարտն են։ Սովորական գաղափարը նրանք վերածեցին զբոսաշրջային նախաձեռնության։ Ընդամենը 2 տարում պատին հավաքվել է շուրջ 100,000 անուն ու դեռ շարունակելի է։ Անուններն արվեստանոցում պատրաստված կավե սալիկներով են հավաքում, ապա գունավորում։ Օրինակ Հայաստանի ամենապոյով մարդը կա Արշավիրը ու բացարձակ ռեկորդ է, այդ անունից բարձր ոչ ոք չի կրնա կանգնած տեղից մինչև հիմի հավաքի 2 մետր 93 սանտիմետրի վրա է Արշավիրը հավաքի իր անունը ու գունավոր է։ Կան օրինակ նաև Տիգրան Ծիտողցյանն է հավաքի իր անունը, ազգանունը պատին, միս աշխարհներից մարդիկ կան պատի վրա, երգիչներ, բլոգերներ, դերասաններ, դեսպաններ, Սերժ Թանգյանը իր ընտանիքի հետ միասին։ Անունների ինտերակտիվ պատի համար շատերն են գալիս, օտարերկրյա հյուրերին շատ է գրավում։ Օրինակ Մյունխենում արդեն կրկնօրինակել են այս գաղափարը, իհարկե ունենալով վառեմ մարեմ արվեստանոցի համաձայնությունը։ Իսկ թե ինչ կանեն, երբ պատին այլևս տեղ չմնա, Միկան Գյումրեցուն բնորոշ հումորով է պատասխանում։ Այս պատը մեծ է, փողոցը երկար է, երգիրն է կլոր է։ Երբ որ արդեն ֆեռացինք հասանք այս կողմը, ամբողջ երգիրը ֆեռացինք, այդ վաղ նոր կմտածենք, թե ինչ պետք է անենք։ Որպեսզի ներս ու դրսի ջերմությունը կինոյի բակում միշտ պահպանվի, մի նոր մտահղացումով են աչքի ընկել։ Տաք սուրճ ձեր դիմանկարով։ Բարև ձեզ։ Նայեք, ստեղ որ կուկակ, ձեզի համով կոֆե կուտամ, վերջում բաժակներդ կնայենք նոր տեխնոլոգիայով, զգուշկերնիկ ինչ որ մտածիք լավ բան կերևա, էդ էլ հերիք չէ, որ համով կոֆե կուտամ, համ բաժակ կնայեմ, 5 րոպե օրխելո կանգնիկ ձերքով ձեզի կնկարեն բաժակի վրա։ Քանի որ ես նկարչու եմ, մարդկանց դեմքեր շատ կսիրեմ, սուրճն էլ մեր օրվա մեմասն է, որոշեցինք արվեստային լուծումներով մատուցենք սուրճը, որ տարբերվող եղնի Հայաստանի տարբեր վայրերից ևս։ Մեկ օրում տասնյակ դիմանկարներ է նկարում Մարիամը։ Արվեստն ու սուրճը անբաժան են իր համար։ Դրա համար համ եփած սուրճն է համով լինում, համ էլ դիմանկարով մի բուռ էմոցիա ու շպիտներ է տալիս հյուրերին։ Կընտրեմ։ Տեսեք ինչքան նման է։ Մարիամ, ոսկի ձեռքեր ունիս։ Դիմանկարից բացի մեկ այլ էմոցիա, երբ թղթե բաժակի տակ գուշակություն է։ Արվեստանոցի գուշակը հենց ինքն է, Մարիամը։ Ու հետաքրքիրն էլ այն է, որ բաժակ նայողը զուգադիպորեն ճիշտ է կարդացել մտքերն ու գուշակել ապագատ։ Այդ արվեստանոցում կրեատիվ են բոլորը ու դրանով են քաղաքը դարձնում գրավիչ։ Եկող գնացողին պատմում են քաղաքի մարդկանց մասին։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։